Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Շնորհակալ լինենք այսօրվա համար, որ Աստված արարել է, մեր շնչի համար, որ մեր բերանում է, եւ որ մեզ նորից տրվել է օր ապաշխարելու, Աստծուն դառնալու, Աստծուն սիրելու, Աստծու սիրով բժշկվելու, Աստծու սերը տարածելու եւ Աստծուց գոհանալու։ Աստվածաշունչը մեծ օրհնություն ունի բոլոր նրանց համար, ավելի ճիշտ Աստված օրհնություն ունի բոլոր նրանց համար, ովքեր սիրում են իրեն, ովքեր վստահում են իրեն, ովքեր ապավինում են իրեն։ Տեսեք ինչ է ասում Երեմիա գրքի 17-րդ գլխի 7-ից 8 խոսքերը։ Եվ ես այս օրհնությունը հռչակում եմ ամեն մեկիս վրա։ Ես աղոթում եմ, որ մենք Աստծուն վստահող մարդիկ լինենք եւ այս օրհնությունն էլ բոլորիս բաժինը լինի։ Օրհնյալ լինի այն մարդը, որ Տիրոջն է վստահում եւ Տերն է նրա վստահությունը։ Նա ջրերի մոտ տնկված մի ծառի նման կլինի, նա իր արմատները կձգի գետի մոտով եւ չի տեսնի տաքության գալու ժամանակը, նրա տերևները կանաչ կլինեն, երաշտի տարում նա չի մտահոգվի եւ չի դադարի պտուղ տալուց։ Մտածեք այս խոսքերի մասին, ինչ են սրանք նշանակում, սա ինչպիսի օրհնություն է։ Եվ թող, որ մենք իսկապես ճշմարտությամբ մեր ամբողջ սրտով ամեն իրավիճակներում Տիրոջը վստահենք։ Ամեն։ Հիմա վերադառնանք Թոմաս Ուոթսոնի Ապաշխարության վարդապետության գրքին եւ այսօր խոսելու ենք ապաշխարության 4-րդ բաղադրիչ մասին, ամոթի մասին, ամոթ մեղքի համար։ Ապաշխարության 4-րդ բաղադրիչը ամոթն է։ Եզեկիել գրքի 43-րդ գլխի 10-րդ խոսքում ասվում է. Դու մարդու որդի Իսրայելի տանը պատմիր այս տաճարի մասին, որ ամաչեն իրենց անօրենություններից, թող չափեն դրա չափերը, այսինքն իրանց անօրենությունների չափերը չափեն։ Երբ մեր սիրտը մեղքերի պատճառով սևացած է, Աստծո շնորհը ամաչացնում է մեզ, մենք ամոթ ենք զգում Աստծո շնորհով։ Եզրահ գրքի 9-րդ գլխի 6-րդ խոսքում ասվում է. Եվ ասացի, ով իմ Աստված, ես ամաչում եմ եւ չեմ համարձակվում երեսս դեպի քեզ բարձրացնել։ Ով իմ Աստված, որովհետեւ մեր անօրենությունները մեր գլխից վեր բարձրացան եւ մեր հանցանքը մեծ է մինչեւ երկինք։ Զղջացող անառակ որդին այնքան էր զզվել ու ամաչել իր ցոփ, իր շռայլ, իր անպատասխանատու կյանքից, իր մեղավոր կյանքից, որ նա այլևս արժանի չէր համարում իր հոր որդու որդին լինել։ Կարդանք Ղուկաս ավետարանի 15-րդ գլխի 21 խոսքը։ Եվ որդին հորը ասաց. Հայր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ, այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ։ Ապաշխարությունը նման սուրբ ամոթ է մեր մեջ առաջացնում։ Եթե Քրիստոսի արյունը մեղավորի սրտում չլինի, մենք չենք ամաչի, չենք խոստովանի ու ապաշխարի։ Մեղքի մասին 9 նկատառում կա, որոնք կարող են ամոթ առաջացնել մեր մեջ։ Որոնք են դրանք։ Առաջինը, յուրաքանչյուր մեղք մեզ մեղավոր է դարձնում, իսկ մեղքի զգացումը սովորաբար ամոթ է ծնում մեր մեջ։ Ադամը երբեք չէր կարմրել իր անմեղության ժամանակ, քանի Աստծո դեմ չէին ապստամբել, Ադամն ու Եվան ամոթի զգացողություն չէին ունեցել, դրա կարիքը չէր եղել։ Քանի դեռ նրա սիրտը Շուշանի պես ճերմակ էր, նա կարիք չուներ վարդի պես կարմրելու։ Բայց երբ Ադամի հոգին մեղանչեց մեղքի պատճառով,
Այն ժամանակ Ադամը ամաչեց, ամոթ զգաց։ Մեղքը պղծել եւ արատավորել է մեր արյունը, մեր ԴՆԿ-ն, մեր էությունը։ Մենք մեղավոր ենք պետական դավաճանության մեջ երկնային թագավորության դեմ, Աստծո դեմ։ Սա կարող է առաջացնել մեր մեջ ամոթ, սուրբ համեստություն, ոչ թե սուտ համեստություն, այլ սուրբ համեստություն եւ ամոթ։ Երկրորդ, ամեն մեղքի մեջ շատ անշնորհակալություն կա, եւ դա ամոթալի բան է։ Մեր անշնորհակալ սրտերի համար պիտի ամաչենք ու նաեւ խոստովանենք մեր երախտամոռությունը, մեր անշնորհակալ լինելը։ Նա, ում կշտամբում են անշնորհակալ վերաբերմունքի համար, անշնորհակալ սրտի համար պիտի ամաչի ու կարմրի։ Մենք մեղք ենք գործել Աստծո դեմ, երբ նա մեզ պատճառ չի տվել։ Երեմիա գրքի 2-րդ գլխի 5-րդ խոսքում ասվում է. այսպես է ասում Տերը. ձեր հայրերը ինչ անիրավություն գտան իմ մեջ, որ հեռացան ինձանից եւ ունայնության հետևելով ունայնացան։ Ինչպես ենք մենք հոգնել այն Աստծուց, որ այսքան անթիվ անհամար ողորմություն է արել մեզ։ Ինչպիսի օրհնություններ է Աստված լցրել մեր վրա։ Այսինքն ինչ է Աստծո ողորմածությունը, Աստծո շնորհը, Աստծո համբերությունն ու հավատարմությունը մեզ հոգնեցրել են։ Աստվածային օրհնության ոսկե յուղը հոսել է մեզ վրա, մեր երկնային քահանայի Հիսուս Քրիստոսի գլխից, եւ այնուամենայնիվ մենք չարաշահում ենք այդքան բարի Աստծո բարությունը, համբերությունը, հոգատարությունը։ Սա պետք է մեզ ամաչացնի։ Հուլիոս Կայսրը մեծ ցավ ապրեց հատկապես, երբ Բրուտոսը, ում նա շատ շնորհներ էր արել, շատ լավություն էր արել, եկավ դանակահարելու իրեն։ Որքան անշնորհակալ է նման ողորմածությունից հետո չարը վերադարձնելը։ Անգղը հիվանդանում է, երբ քաղցր լավ բուրմունք կա իր շուրջ բոլորը։ Խոսն էլ ցեխն է սիրում։ Մենք էլ Աստծո ողորմությունը, Աստծո օրհնությունները, Աստծո բարությունը, Աստծո համբերությունը, Աստծո շնորհը օգտագործել ենք գոռոզանալու, շքեղության ու մեր անձնական ցանկությունների, մեր հարմարավետության, հիվանդությամբ վարակվելու համար։ Ինչ ամոթ է չարին բարիքով հատուցել, մեզ կերակրողին ոտքով խփել ու մեջքով նրան դառնալ։ Բ օրինաց գրքի 32-րդ գլխի 15-րդ խոսքում ասվում է. Եսուրունը գիրացավ եւ քացի տվեց, գիրացար, հաստացար, յուղ կապեցիր եւ լքեց իր արարիչ Աստծուն եւ արհամարեց իր փրկության վեմը։ Երբ մենք Աստծո ողորմությունները նետ ենք սարքում եւ սկսում ենք Աստծո վրա դրանք նետել, երբ մենք Աստծո օրհնությունները զենք ենք սարքում Աստծո դեմ ու խոցում Աստծուն, դա սարսափելի անշնորհակալության, երախտամոռության մեղք է ու պիտի մենք դրա համար ամաչենք։ Արդյոք այս ամենը մեզ չի ամաչեցնի։ Անշնորհակալությունն այնքան մեծ մեղք է, որ Աստված ինքն է զարմանում դրա վրա։ Եսայի գրքի 1 գլխի 2-րդ խոսքում Աստված ասում է. Լսիր, ով երկինք, ականջ տիր, ով երկիր, որովհետև Տերն է խոսում։ Ես զավակներ սնուցեցի եւ մեծացրի, բայց նրանք ըմբոստացան իմ դեմ։ Երորդ, մեղքը մեզ մերկացրել է եւ դա կարող է ամոթ առաջացնել։ Մեղքը մեզ մերկացրել է սրբության մեր սպիտակ շորերից։ Մեղքը ոչ միայն մերկացրել է մեզ, այլ նաեւ դեֆորմացրել է մեզ Աստծո աչքում, ինչը կարող է մեր մեջ ամոթ առաջացնել։
Երբ Դավիթը որոշեց մարդասիրություն անել Անոնին ու իր ծառաներին նրա մոտ ուղարկեց, որ նրան մխիթարեն, Անոնը չարաշահեց ու բռնության ենթարկեց Դավթի ծառաներին և կտրեց նրանց հագուստները ու որպեսի բացահայտվի նրանց մերկությունը։ Աստվածաշունչն ասում է Բ Թագավորաց 10-րդ գլխի 5-րդ խոսքում. Այս բանը պատմեցին Դավթին, և նա մարդ ուղարկեց նրանց դիմավորելու, որտև այդ մարդիկ խիստ արհամարհվել էին, և թագավորն ասաց. «Մնացեք Երիքովում, մինչև որ ձեր մորուքներն աճեն ու հետո վերադարձեք»։ 4. Մեր մեղքերի պատճառով Քրիստոսին ամոթանք տվեցին, իսկ մենք չպետք է ամաչենք մեր մեղքերի համար։ Հրեաները մանուշակագույն պատմուճան հագցրին Քրիստոսին, ծաղրելով նրան, ձեռ առնելով նրան։ Նրա ձեռքին եղեք դրեցին, թքեցին Քրիստոսի երեսին և Քրիստոսի մեծագույն տանջանքների մեջ ծաղրեցին ու ատեցին Քրիստոսին։ Սա Քրիստոսի ու Քրիստոսի խաչի ամոթն էր։ Նա կրեց ամոթանքը, որ մերն էր, չէ՞ որ նա խաչ էր բարձրացել մեր մեղքերի համար։ Եվ այս ամոթը ավելի է մեծանում Քրիստոսի մեծության կողքին, Քրիստոսի հետ համեմատվելուց։ Այսինքն, երբ նկատի ենք ունենում Քրիստոսի մեծությունը համեմատելով մեր մեղքերի հետ։ Քրիստոսը Աստծո գառն էր։ Եթե մեր մեղքերը ամոթանք դարձան Քրիստոսի համար, չպետք է արդյոք մեր մեղքերը մեզ էլ ամաչացնեն։ Անգամ արևը թաքցրեց իր երեսը Քրիստոսի մահվան ամոթից ու խավարում եղավ, երբ Քրիստոսին խաչեցին։ Ուրեմն ինչպես կարող ենք մենք ինքներս չամաչել մեր մեղքերի համար։ 5. Մեր գործած մեղքերից շատերը սատանայի հատուկ հրահրման պատճառով են, և դա չպետք է արդյոք ամոթ պատճառի մեզ։ Սատանան միտք մեղքը դրեց Հուդայի սրտում, որպեսզի նա դավաճանի Քրիստոսին։ Կարդանք Հովհաննես ավետարանի 13-րդ գլխի 2-րդ խոսքը։ Եվ ընթրիքին Սատանան արդեն Սիմոնի որդի Հուդա Իսկարիովտացու սրտի մեջ դրել էր, որ Հիսուսին մատնի։ Սատանան լցրեց Անանիայի սիրտը և խրախուսեց նրան ստել։ Կարդանք Գործք առաքելոցի 5-րդ գլխի 3-րդ խոսքը։ Պետրոսն ասաց. «Անանիա, ինչու Սատանան քո սիրտը լցրեց, որ դու Սուրբ Հոգուն ստես և ագարակի գումարից թաքցնես»։ Սատանան հաճախ է գրգռում մեր կրքերը։ Կարդանք Հակոբոս նամակի 3-րդ գլխի 6-րդ խոսքը։ Լեզուն էլ կրակ է, մի անիրավության աշխարհ։ Լեզուն մեր անդամների մեջ է դրված, նա է ամբողջ մարմինը ապականում և այրում մեր գոյության շրջանը։ Նա ինքը բորբոքված է գեհենից, այսինքն դժոխքից։ Այժմ, ինչպես որ ամոթ է ապօրինաբար երեխա ծնելը, այնպես էլ ամոթ է ծնել մեղքերը, որոնց ծնունդ է տվել հենց ինքը Սատանան։ Մենք հաճախ ենք գործում Սատանայի ուղղորդությամբ ու ցանկությամբ։ Եթե մեր սիրտը հպարտ է, եթե մեր սիրտը, միտքը, լեզուն լի է չարությամբ, ցանկասիրությամբ, պղծությամբ, ծուլությամբ, եթե մենք գուշակություն ու կախարդություն ենք սիրում, եթե մենք կռապաշտ ենք ու հեթանոսական չաստվածների հետևից ընկած ու նմանելի շատ բաներ, ապա մեծամասամբ դա բոլորը Սատանայի ուղղորդությամբ է ու նրա ցանկությամբ է ու նրա զորությամբ։ Արդյոք սա չպետք է մեզ ամաչեցնի, երբ հասկանում ենք, որ մեր մեղքերից շատերը գործել ենք Սատանայի, Աստծո թշնամու հետ ընկերություն անելով, նրա հետ սիրախաղի հետևանքով, անգամ եթե չենք հասկացել։ 6. Հունական լեգենդ կա, որում Սիրսե անունով մի հմայուհի, կախարդուհի, անունը գուցե սխալ եմ ասում, ներող եղեք, բայց նա իր կախարդական բաժակը տալիս է Յուլիսեի ուղեկիցներին, որ դրա միջից խմեն, և նրանց խոզերի է վերածում, և հենց այսպես էլ մեղքը մեզ է անասունների վերածում։
Կարդանք Սաղմոս 49-ի 12-րդ խոսքը։ Բայց մարդը պատվի մեջ չի մնում, անասունների նման է, որոնք կորչում են։ Եվ սա մեզ համար ամոթ չէ։ Մեղավորներին Աստվածաշունչը համեմատում է աղվեսների, գայլերի, էշերի, շների ու խոզերի հետ։ Կարդանք օրինակներ։ Ղուկաս ավետարան 13-րդ գլուխ 32 խոսք։ Եվ նրանց ասաց Հիսուսը. գնացեք այն աղվեսին ասեք, որ այսօր եւ վաղը դևեր եմ հանում եւ բժշկություններ կատարում եւ երրորդ օրը կավարտեմ։ Աղվեսը այստեղ Հերովդեսն էր։ Մատթեոս ավետարանի 7-րդ գլխի 15 խոսքում զգույշ եղեք սուտ մարգարեներից, ասաց Հիսուսը, որ ձեզ մոտ են գալիս ոչխարի հանդերձով, բայց ներքուստ հափշտակող գայլերը։ Հոբ գրքի 11-րդ գլխի 12 խոսքը։ Բայց անմիտ մարդը իմաստուն պիտի դառնա, եթե վայրի էշի ձագը իբրև մարդ ծնվի։ Երկրորդ Պետրոս, 2-րդ գլուխ 22 խոսք։ Նրանց է վերաբերում ճշմարիտ առածը, շունը իր փսխածին է վերադառնում, կամ լվացված խոզի աչքը ցեխի մեջ է։ Ուրեմն ասում է հեղինակը, մեղավոր անձը խոզ է, բայց մարդու գլուխ ունի։ Սա բոլորիս է վերաբերում։ Սաղմոս 8-ի 5-րդ խոսքը կարևոր բան է ասում մարդկության մասին, թե ինչպիսին էր Աստված ստեղծել մարդուն։ Նրան մի քիչ ցածրացրի երկնային էակներից, բայց փառքով ու պատվով պսակեցի նրան։ Այսինքն Աստված մեզ ստեղծել էր ու տվել արժանապատվություն, պատիվ, հարգանք, փառք, ու մեզ հրեշտակներից մի քիչ ցածր կարգով էր ստեղծել։ Բայց հիմա մեղքի պատճառով մարդը, ես, դու դարձել են գազանների, անասունների նման։ Այս կյանքում Աստծո շնորհը լիովին չի ջնջում այս դաժան էությունն ու բնավորությունը մեր։ Եթե ընդունում ենք Քրիստոսին ու շարունակաբար խոստովանում ենք մեր մեղքերը, սգում ենք մեր մեղքերի համար, ապաշխարում ենք ու Աստծո շնորհով փոխվում ենք, մեզ այս կյանքի ընթացքում սրբացվում ենք, բայց չենք հասնում այս կյանքում կատարելության։ Դա կլինի հավիտենական կյանքում։ Ագորը առակած 30 առակի 22-րդ խոսքում ասում է. Ես հիրավի բոլոր մարդկանցից ավելի անխելք եմ և մարդկային ըմբռնողություն չունեմ։ Բայց նա իմաստուն մարդ էր, իմաստուն լինելով հանդերձ նա հասկանում է, որ մեր իմաստությունը ոչինչ է աստվածային իմաստության դեմ, որ մենք իրապես անխելք ենք և ըմբռնողություն չունենք, որովհետև Աստծուն ենք մերժել, Աստծու ճանապարհն ենք մերժել։ Բայց մենք սովորական մարդիկս, մեղավորներս, լրիվ, ի վերջո, լրիվ կենդանի անասուն ենք կարծես դարձել։ Այն մեծ պարգևը, բանականությունը, որ Աստված տվել է մեզ, մենք այն մի կողմ ենք նետել ու չենք օգտագործում, այլ առաջնորդվում ենք մեր ցանկությունների ու կրքերի տարփանքներով, տրվում ենք կրքերի ու ցանկությունների ուժին, կամ կարճ ասած անասնական բնազդին։ Արդյոք սա մեզ չի ամաչեցնում, որ այդքան այլասերված ենք, որ այդքան կոռուպցիա է տեղի ունեցել մեր մեջ, որ էլ մարդու պատկեր չկա մեր վրա, ու ավելի շատ անասունի ենք նման։ Արդյոք մեզ չի ամաչեցնում, որ Աստված մեզ ազատ կամքի նվեր է տվել, ու փոխանակ մեր ազատ կամքով Աստծուն ընտրեինք, մենք ընտրել ենք մեղքը ու մեր մարմնական ցանկությունները։ Մեր մեղքերը խլել են Աստծո կողմից մեզ տրված ազնիվ հոգին, որը նախկինում ունեինք, խլել են մեր պատիվը, մեր հարգանքը։ Մեր մեղքերը մեր գլխից գցել են թագը պատվավոր, որ Աստված էր դրել մարդու գլխին։ Մեր մեղքերի պատճառով Աստծո պատկերը, որով մեզնից յուրաքանչյուրն է ստեղծված, խեղված է, խեղաթյուրված է մեր մեջ։ Մեր մեղքերի պատճառով մեր բանականությունը խավարում է և մեր խիղճը բթանում է։ Մեր մեղքերի պատճառով
Մեզ տեսնողները ոչ թե Աստծուն փառք են տալիս, այլ Աստծուն հայհոյում են։ Մենք ավելի շատ դաժան բան ունենք մեր մեջ, ավելի շատ անասուն ենք դարձել, քան թե աստվածային։ Սա ամոթի բան չի մեզ համար։ 7. Ամեն մեղքի մեջ հիմարություն կա։ Երեմիա գրքի 4 գլխի 22 խոսքում Աստված ասում է մեր մասին. որովհետև հիմար է իմ ժողովուրդը, ինձ չճանաչեցին, նրանք անմիտ որդիներ են և բան չեն հասկանում, նրանք իմաստուն են չարություն անելու համար, բայց բարություն անել չգիտեն։ Ու մարդու հիմարության պատճառով մարդը ամաչելու է։ Միթե նա հիմար չէ, որ ավելի շատ է աշխատում փչացող հացի համար, քան կենաց հացի համար, որ Հիսուս Քրիստոսն է։ Միթե նա հիմար չէ, ով ցանկասիրության համար պատրաստ է կորցնել դրախտը, իր հոգին, ինչպես Տիբերիոսը, որը մեկ խմիչքի համար կորցրեց իր թագավորությունը։ Միթե հիմար չենք, ով իր մարմինը պաշտպանելու համար վիրավորում է, անարգում է, խողում է իր հոգին, որևէ մարդ կհամաձայնվի, որ իր ձեռքը կամ գլուխը, ավելի ճիշտ ով կհամաձայնվի, որ իր ձեռքը կամ իր գլուխը կտրեն, որ իր վերարկուն փրկեն, չէ որ չենք համաձայնվի, բայց այս մարմինն էլ մեր հոգու վերարկուն է, բայց մենք ամեն ինչ անում ենք այս մարմինը փրկելու համար, չհասկանալով, որ մեր հոգին են կորցնելու։ Միթե նա հիմար չէ, ով կհավատա գայթակղությանը ու գայթակղին, բայց ոչ Աստծո խոստմանը ու հենց Աստծուն։ Միթե նա հիմար չէ, ով ավելի շատ մտածում է իր զվարճությունների մասին, քան իր փրկության մասին։ Միթե հիմար չենք, որ հավատում ենք ուշակներին, բայց ոչ Աստծուն։ Միթե հիմար չենք, որ ամեն բանի համար ժամանակ ունենք, բայց Աստվածաշունչ կարդալու համար ժամանակ չունենք։ Միթե հիմար չենք, որ ամեն բան անելու ցանկություն ունենք, բայց Աստծո տուն գնալու ցանկություն չունենք, նրա հետ հանդիպելու ցանկություն չունենք։ Միթե հիմար չենք, որ վստահում ենք մարդկանց, հույսներս դնում ենք մարդկանց վրա, բայց ոչ Աստծո, ով շարունակաբար զգուշացնում է մեզ վտանգների մասին։ Միթե մի օր այս ամենը մեզ չի ամաչացնելու, երբ հասկանանք, որ ոչ թե կյանք ու փրկություն ենք ժառանգելու, այլ հիմարություն, ամոթ, մահ ու դժոխք։ Կարդանք Առակներ 14 գլխի 18 խոսքը. միամիտները հիմարություն կժառանգեն, իսկ խորագետները գիտությամբ կպսակվեն։ Եվ այս գիտությունը Աստծո գիտությունն է, Աստծո խոսքի, Աստծո կամքի գիտությունը եւ ոչ թե աշխարհիկ գիտությունը։ 8. Մեզ պետք է ամաչեցնի այն, որ մեղքերը, որոնք մենք քրիստոնյաներս ենք գործում, շատ ավելի վատ մեղքեր են, քան ոչ քրիստոնյաների գործած մեղքերը։ Ինչի նկատի ունեմ, սպանությունը սպանություն է, բռնությունը բռնություն է, բամբասանքը բամբասանք է, շնությունը շնություն է, կռապաշտությունն էլ կռապաշտություն է։ Բայց ոչ, եկեք մտածենք, որպես քրիստոնյաներ մենք դուրս ենք եկել խավարից ու մտել լույսի մեջ։ Մեզ շնորհվել են Աստծո իմաստության գանձերը։ Դրա համար քրիստոնյայի գործած մեղքն ավելի վատ է, քան ոչ քրիստոնյայի գործած նույն մեղքը, որովհետև քրիստոնյան մեղանչում է ավելի հստակ համոզմունքի դեմ, որտեղ քրիստոնյան գիտի, որ դա մեղք է, որտեղ քրիստոնյան գիտի, որ մեղքի գինը մահ է, ու այս ամենը Քրիստոսին խաչը հանեց, ու այդ իմանալով հանդերձ նա դեռ մեղքը գործում է։ Սա այդ մեղքը դարձնում է ավելի ամոթելի։ 9. Մեր մեղքերն ավելի վատն են, քան ընկած հրեշտակների, այսինքն սատանայի ու դևերի մեղքը։ Այս ընկած հրեշտակները երբեք չեն մեղանչել Քրիստոսի արյան դեմ։ Քրիստոսը չմեռավ նրանց համար։ Քրիստոսի զոհողության դեղամիջոցը երբեք նպատակ չի ունեցել բուժել ընկած հրեշտակներին, փրկել նրանց, բայց մենք մեր անհավատությամբ վիրավորել եւ արհամարել ենք Քրիստոսի արյունը։
Ընկած հրեշտակները երբեք չեն մեղանչել Աստծո համբերության դեմ։ Հենց նրանք դարձան Աստծո դեմ, հենց նրանք ապստամբեցին Աստծո դեմ, նրանք պախարակվեցին, անիծվեցին ու դուրս շպրտվեցին։ Աստված երբեք չի սпасել հրեշտակներին, բայց մենք հոգնեցրել ենք Աստծուն ու փորձել ու դեռ փորձում ենք Աստծո համբերությունը։ Աստծո հոգին վանվել է, զզվել է մեզանից, սակայն Աստված դեռ շարունակում է համբերել ու բացատրել ու ցույց տալ ու սիրել ու ինչ-որ չափով խնդրել, որ խելքի գան։ Աստված շարունակում է պայքարել մեզ համար։ Մեր վարքագիծն այնքան հիասթափեցնող էր, որ կհոգնեցներ մեզանից ոչ միայն Մովսեսը, այլ նաև սուրբ հրեշտակների համբերությունը կհատվեր։ Մենք հոգնեցրել ենք Աստծուն մեզ գթալուց։ Երեմիա 15:6 խոսքում սա է ասվում. «Դուք ինձ լքեցիք, ասում է Տերը, հետ ընթացար, ես էլ իմ ձեռքը երկարացնելու եմ քեզ վրա և քեզ կործանելու, ես հոգնել եմ գթալուց»։ Բայց Աստված շարունակում է մեզ փնտրել, մեզ դեպի իրեն առաջնորդել ու տվեց մեզ Քրիստոսին, որպես դարձի դուռ։ Ու երբ Աստված մեզ պատժում է, դա էլ նրա համար է, որ մենք արթնանանք, սթափվենք, որ հավիտենական կորստի բաժին չդառնանք։ Սատանան ոչ մեկի օրինակին չհետևեց, երբ նա մեղանչեց Աստծո դեմ։ Մեծ հաշվով նույնը կարելի է ասել նաև ընկած հրեշտակների մասին։ Նրանք առաջիններն էին, ովքեր մեղք գործեցին և դարձան առաջին օրինակը Աստծո ցասման։ Բայց մենք տեսել ենք, այսինքն գիտենք, լսել ենք, կարդացել ենք։ Հին օրերի մարդիկ էլ տեսել են այս մեղքի օրինակների մասին։ Գիտենք, որ այս հրեշտակները, ինչպես նաև Սատանան, որ նույնպես հրեշտակ էր, այդ առավոտյան աստղը, ընկան իրենց փառավոր տեղից։ Մենք գիտենք հին աշխարհը ջրհեղեղով կործանվեց։ Մենք գիտենք Սոդոմն ու Գոմորը և էլի 3 այլ քաղաքներ մեղքի պատճառով ծծումբով ու կրակով այրվեց։ Մենք գիտենք, թե ինչպես Նինևեն մազապուրծ եղավ կործանումից, որովհետև լսեցին Աստծո կանչը և ապաշխարեցին։ Եվ չնայած այդ ամենին, որ մենք գիտենք, մենք շարունակում ենք մեղանչել։ Եթե կարդում ենք Աստվածաշունչը, մենք գիտենք, թե ինչ պատիժ է գալու ամբարիշտների վրա, Աստծո թշնամիների վրա, ու մենք միևնույնն է շարունակում ենք մեղանչել։ Որքան հուսահատ, որքան տգետ, հիմար, լկտի պիտի լինի գողը, ով կգնա գողություն անելու այնտեղ, որտեղ իր գործընկերը կախված է գողության մեղքի համար։ Եվ ստացվում է, որ մենք մեր մեղքերով գերազանցել ենք, մի քիչ կոպիտ ասած տվել անցել ենք և սատանային և ընկած հրեշտակներին։ Սա մեզ պիտի ամաչեցնի և բերի մեզ մեղքերի խոստովանության ու ապաշխարության։ Հիսուսի անունով ամեն։ Այսքանը այսօր։ Իսկ վաղը կխոսենք, թե արդյոք ամոթը ապաշխարության բաղադրիչն է։